Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երիտյան որպես հանրային ակտիվ, այսպես դիրքորոշում ունեցող նաև անձ, կանդրադառնանք Փաշինյանի վերջին այդ վերահաստատմանը, որ նաև օրերս Երևանի պետական համալսարանում է արել, թե մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ձեռք բերեցինք պետություն, Արցախը նկատի ունենալով։ Ձեզ համար այս հայտարարությունը ինչպիսին է։ Փաշինյանի հայտարարությունները ճիշտ ասած այնպիսի ինտենսիվությամբ են զարգանում, ոչ միայն արդեն դարձել են ոչ միայն հակաարցախյան, այլ նաև հակահայկական, պայմանավորված թե եկեղեցու հանդեպ կատարված այս հայտարարությունների հետ, ինչ վերաբերում է Արցախը կորցնելու, հա մի հատ էլ կմեջբերեք, ինչպես կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ձեռք բերեցինք պետություն։ Ավելի լայն հնարավորություններ պետության։ Այսինքն պետությունը տարանջատել հայրենիքից, ես չեմ հասկանում ճիշտ ասած այդ հայտարարության բովանդակությունը, թե ինչ նպատակով է դա կատարվել։ Ես առհասարակ չեմ կիսում հայրենիք եւ պետություն հասկացությունները միմյանցից տարբերելը։ Այս պահեդուրությամբ, այսինքն մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ձեռք բերեցինք պետություն։ Խոսքը վերաբերում է Հայաստանի, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մասին, ապա ես չեմ կարող արձանագրել, որ մենք ձեռք ենք բերել պետություն։ Մենք որն է ձեռք բերված պետությունը, օրինակ կարող ենք արձանագրել որևէ մի տարբերություն, որը որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն ունեցել է, դեռև չի ունեցել Արցախի Հանրապետության գոյության պայմաններում, սակայն ներկայումս ունի։ Ես ցանկանում եմ հասկանալ էլի այդ տարբերությունը որն է, այսինքն Արցախի Հանրապետության գոյության պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ինչն է որ բացակայել է հիմա ներկայդրությամբ կա որ հայտարարում են որ ձեռք են բերել պետություն նույն վտանգի առջև Հայաստանի Հանրապետություն ներկայդրությամբ կանգնած է խաղաղության նույն պայմանագիրի բացակայում է Ադրբեջանը շարունակում է համարել թշնամի պետություն այսինքն ինչ տարբերություն ինչ է փոխվել ես այդպես էլ չեմ հասկանում Արցախի Հանրապետության կորցնելուն որևէ դրական գնահատական տալը ցանկացած դրան ցանկացած դրական երանգ հնչեցնել ես համարում եմ անթույլատրելի անգամ եթե դրանով չգիտեմ թեկուզ տեղի ունենա անբացատրելի կամ անհավատալի ինչ-որ մի իրողություն Պարոն Երիտյան, քանի որ հնարավորություն է ընձեռվել նաև Տիգրան Ուլուբաբյանի գործով ինչ նորություն կա մյուս ոստիկանների Տիգրան Ուլուբաբյանի գործով ես հայտարարել եմ որ ավազակության գործով դատարանն անթույլատրելի վերաքննիչ դատարանը անթույլատրելի ճանաչեց ոչ թե անթույլատրելի ճանաչեց, այլ բեկանեց Արաչինացյանի դատարանի կողմից Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու որոշում, այսինքն քննիչի միջնորդությունը մերժվեց։ Այս կապակցությամբ սա շատ կարևոր ձեռքբերում է եւ սա շատ կարևոր հաղթանակ է, սրանով մենք արձանագրում ենք, որ անգամ խուզարկության համար այն ամենաքիչ տվյալները բավարար են, որպեսզի անձի բնակարանում խուզարկություն թույլատրի դատարանը կատարել, ձեռք բերված են ամենաթեթև տվյալները բավարար են խուզարկություն կատարելու համար, սակայն վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ անգամ այդ մակարդակում չկան ձեռք բերված տվյալներ, որպեսզի Տիգրանի բնակարանում կատարվեր խուզարկություն։ Հետևաբար մենք սրանից են, չգիտեմ, ներքին գործերի նախարարի, ինչպես նաև ոստիկանության քննչական կոմիտեի տրված են հայտարարությունները կամ այն երանգային հայտարարությունները ըստ որի տեսեք խոսքը վերաբերում էր ավազակություն բացահայտելուն, հետեւաբար ինչ որտեղ նաև թույլատրելի էր կոշտ կամ բռնի գործողությունները։ Սրանով մենք սա հերքեցինք, Տիգրանը որևէ կապ չուներ այդ ավազակության հետ։ Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթին, ապա ինչպես եւ Հայաստանում քննվող մնացած խոշտանգման վարույթները, դա եւս դասական ընթացքում է, այսինքն սառած մեռած որևէ գործողություն չկա։ Միջև այս Տիգրանին խոշտանգման ենթարկված ընդամենը 2 ոստիկանների տվյալներ են պարզվել, որոնք էլ պարզել է պաշտպանության կողմից, այսինքն մենք մեր նախաձեռնությամբ։ Տիգրանը միջև հիմա խնդրում է ասում է տարեք ինձ ոստիկանություն, բոլոր ոստիկաններին իմ դեմը տվեք։ Ես կասեմ ով ա եղել այս խոշտանգողը։ Այդնական աստոմարմինը դա մեր դատաբժշկական լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մեր միջնորդությունը քննիչը մերժեց, որովհետև իսկ ես հիշեցնում եմ նախ որ Հիվանդանոցում Տիգրանին ավելի ռեալ եղանակով հետազոտման ենթարկելու ընթացքում արձանագրվել է, որ արկա է Տիգրանի մոտ վնասվածքներ, սակայն դատաբժշկը ընդամենը ակնադիտական եղանակով նրանց դնելով արձանագրել է, որ վնասվածքներ չկան։ Դրանից հետո լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն ենթարկելու քննիչ մեր միջնորդությունը մերժել է, մենք անձամբ կրկին հետազոտվել ենք
լրացուցիչ տվյալներ ձեռք բերել կրկին ներկայացել քննիչին, սակայն վարույթով որևէ գործողություն տեղի Իրեղեն չունի այս պահի դրությամբ։ ապացույցների լեգ չէ ներկայացել Տիգրանի հագուստը, Դրա տվյալները այս պահի դրությամբ եւս հայտնի չեն, այո, մենք միջնորդել ենք քննիչի նշանակել մի շարք փորձաքննություններ, այդ տնտեսական եւ այլ փորձաքննություններ, բարձելու համար Տիգրանի հագուստի վրա արդյոք առկա են ոստիկանների հետքերը, ինչպես նաեւ թքելու հետևանքով առկա են արդյոք հետքեր, թե ոչ, փորձաքննություն իմ տվյալներով մեր ունեցած տվյալներով նշանակվել է, բայց պատասխանը այս պայդրությամբ դեռևս բաց չէ։ Ես ուղղակի ձեզ հիշեցնեմ այս քննչական կոմիտեից տեղի ունեցած ինչքան էր հափշտակության գումարի չափը։ Ինքը $90,000 օպերատիվ եղանակներով, տեսակ ինչ եղանակով կարողացան բացահայտել եւ ի վերջո հասկանալ ով է այդ գործությունը կատարողը կամ առհասարակ ովքեր ունեն դրա հետ մասնակցություն։ Սակայն ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած խոշտանգման վարույթով քանի ամիս է, երևի 3-4 ամիս անցել է, մինչև հիմա պարզված չեն անգամ խոշտանգման ենթարկված ոստիկանների տվյալները։ Այդ նույնպիսի գործեր պարոն Մելիքյան օրինակ հրապարակել է Սամվելի գործով, Լևոն Քոչարյանի գործով, ինչպես Հայաստանում մնացած խոշտանգման վարույթները, Տիգրանի խոշտանգման վարույթը եւս ունենում է դասական հետևանք։